Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 82 ընտրատեղամասերում իր ընտրական պարտքն է կատարել 111,236 ընտրող։ Մինչև կեսօր ընտրելու իրենց իրավունքից օգտվել էին Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուները։ Ընտրատեղամաս է այցելել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր իրավունքն իրացրել է լավատեսությամբ եւ բարձր տրամադրությամբ։ Արուշանյանը հիշեցրել է, որ ընտրատեղամասերում յուրաքանչյուր խախտում իրավապահ համակարգի կողմից ենթարկվելու է խիստ պատասխանատվության։ Նա նաև անդրադարձել է ընդդիմախոսների այն հայտարարություններին, թե իբրև իշխանությունը վարչական լծակներ է օգտագործում սպասելի արդյունք ունենալու համար։ Արուշանյանը դրանք բոլորովին անհիմն է համարել։ Երբ որ ասում եմ իրավապահ համակարգը շատ խիստ հետևելու է, դա վերաբերվում է նաև մեզ եւ յուրաքանչյուր քաղաքացու։ Տեխնատուներից մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ընտրությունների ավարտից հետո նոր միայն պարզ կլինի, թե որ քաղաքական թիմը որքան ձայն կհավաքի, հետևաբար ավականու որքան մանդատ կստանա։ Վերջինս նշել է, որ եթե 50+1 ձայներ չկարողանան հավաքել, որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա չեն կազմի, բայց քաղաքապետի պաշտոնը վերցնելու համար կգործակցի ցանկացածի հետ։ Հզոր համայնքի քաղաքապետի տեխնատու Ռուբեն Մխիթարյանն էլ նշել է, որ եթե անգամ քաղաքապետ չընտրվի, միևնույն է ավականու իր մանդատը պահելու է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնատու Սարիկ Մինասյանն էլ իր պարտքը եկել էր կատարելու իր փոքրիկ որդու հետ։ Նա լրագրողների հետ զրույցում վստահություն էր հայտնել գյումրեցիների կողմից բավարար ձայներ կստանան։ Նա եկել էր ընտրելու հանուն Գյումրու զարգացման գյումրեցիների համերաշխության։ Իսկ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության տեխնատու Արտյոմ Թումանյանը Գյումրիի փրկության համար է քվեարկել։ Վերջինս իրեն համարում է միակ այլընտրանքային տեխնատուն։ Ապրելու երկիր կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Մալխասյանն էլ հայտարարել է, որ դեմ է հասարակությանը նախկին սև ու սպիտակ, նախկին ներկա, մեր ու ձեր տարբերակումներին։ Կոմունիստական կուսակցության ցուցակի առաջատար Վարդան Ղուկասյանի դիրքորոշումն էլ հստակ էր. ով շատ ձայն կհավաքի, աներկբա կմիանա այդ ուժին։ Իսկ եթե ինքը շատ ձայներ հավաքի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն մյուս ընդդիմադիր ուժերը։ Եվրադաշինքի տեխնատու Լևոն Բարսեղյանն էլ վստահեցրել է, որ իրենց ուժը ոչ մի պարագայում կոալիցիա կազմելու մտադրություն չունի։ Ինչ վերաբերում է Մայր Հայաստան դաշինքի տեխնատու Կարեն Սիմոնյանին, ապա նա ընդդիմադիր ուժերի պառակտումը անկարելի է համարել։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության տեխնատու Արտյոմ Ղազարյանն էլ իր ուժին համարել է ընդդիմադիր, բայց չի պատրաստվում խանգարել մյուս ուժերին։ Փարաքարի թիմ ընտրություններին էլ մասնակցում էր 3 կուսակցություն եւ 1 դաշինք, նախկինում 2.5 տարի համայնքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իսկ ներկայում Կայունություն կուսակցության քաղաքապետի տեխնատու Գոռ Սարիբեկյանը նշել է, որ ընտրվելու դեպքում համայնքի խնդիրներից առաջնահերթ կհամարի ենթակառուցվածքների բարելավումը։ Նրա համար կարևոր է նաեւ փոխըմբռնման եւ բալանսավորված միջավայրի ձևավորումը։ ՔՊ կուսակցության տեխնատու Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը եւս նախորդող 2.5 տարիների ընթացքում եղել է համայնքի ղեկավարի տեղակալ, հայտնել է, որ Փարաքարում վախի մթնոլորտ ամենևին էլ չկա։ Ընտրելու իր իրավունքն է իրացրել նաև Միասնություն դաշինքի տեխնատու Վալոդիա Գրիգորյանը։ Նա նշել է, որ ընտրվելու դեպքում ստանձնելու է համայնքի խնդիրների լուծման բեռը։ Իսկ ազգային առաջընթաց կուսակցության տեխնատու Դավիթ Մինասյանն առհասարակ չի ցանկացել որևէ մեկնաբանությամբ հանդես գալ։ Քվեաթերթիկի հափշտակություն, ընտրողներին օգնության առաջարկ, մեկ կուսակցության քվեաթերթիկի չտրամադրում։ Այնուամենայնիվ թիմ ընտրություններն այնքան էլ հարթ չեն ընթացել։ Անկախ դիտորդի շրջիկ դիտորդները, որոնք վաղ առավոտից հետևել են Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին, Փարաքարում արձանագրել են 19 խախտում, Գյումրիում 14։ Այս մասին լրագրողներին ասել է Իրազե քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ըստ նրա վիճաբանության 4, բաց քվեարկության 3, դիտորդի իրավունքների խախտման 2 դեպք են արձանագրել։ Վերջինի մասով էլ արդեն ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում։ Իոաննիսյանի խոսքով 6 դեպք արձանագրել են ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի շարունակական գտնվելու վերաբերյալ։ Նաև վստահված անձի կողմից իրականացվող ընթացակարգային խախտումների 9 դեպք, որոնցից կեսը մեկ կուսակցության մասով։ Ընտրախախտումները թվարկելով նա ասել է, որ քվեաթերթիկ չտալու դեպքեր են արձանագրել, այսինքն մասնակից կուսակցություններից մեկի քվեաթերթիկ պակաս է տրվել ընտրողներին։ Այդ խախտումը եղել է Գյումրիի 31 կոտորակ 1 ընտրատեղամասում։ 31 կոտորակ 37 ընտրական տեղամասում մեր դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը ընտրողներին, որոնք չեն խնդրում, որ օգնողով քվեարկեն, ինքը իր նախաձեռնությամբ օգնող է առաջարկում։ Դանիել Իոաննիսյանը մտահոգիչ է համարել նաև երեկո այսօր լռության ժամի խախտման հետ կապված դեպքերը։ Նա տեղեկացրել է, որ քվեարկության նախորդ օրը եւ մինչև 20:00-ն արգելվում է քարոզչությունը, բայց եղել են սուբյեկտներ, թե կուսակցություններ, թե քաղաքացիներ, որոնք բացահայտ նախընտրական քարոզչություն են իրականացրել։ Նա ընդգծել է, որ այսպես ասած կրիմինալը եւս ընտրությունների նկատմամբ անտարբեր չէ։ Մեր համար մեղմ ասած տարօրինակ է, որ այն
թաղամասում, որտեղ որ կրիմինալ ավանդաբար ներկայացված է, առավոտ գիշերով մարդիկ Կիրակի առավոտյան մարդիկ շտապում են ընտրական տեղամասեր, հա? Շտապում են շատ ավելի շատ, քան միջինում այլ գյումրեցիները։ Սա մեր համար ինդիկատոր է, որը վկայում է, որ այդ կրիմինալը ուրեմն ինչ որ բան անում է։ Այնուամենայնիվ փառաքարի բոլոր ընտրատեղամասերից ստացված արդյունքներով Միասնություն կուսակցությանը հաջողվել է ստանալ ընտրողների ավելի քան 56%-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական արդյունքներ է հրապարակել։ Լյուդվիգ Գյուլնազարյան 3669 ձայն կամ 31.8%, Վալոդիա Գրիգորյան 6508 ձայն կամ 56.45%, Դավիթ Մինասյան 900 ձայն կամ 7.8%, Գոռ Սարիբեկյան 426 ձայն կամ 3.69%։ Ինչ վերաբերում է Գյումրու ընտրություններին, ապա անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։ ՔՊ կուսակցությունը ստացել է 17183 ձայն կամ 36.21%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն 9727 ձայն կամ 20.5%, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք 2902 ձայն կամ 6.11%, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք 7380 ձայն կամ 15.5%, Իմ հզոր համայնք կուսակցություն 3834 ձայն կամ 8.08%։ 50+1%-ն ապահովելու համար Մայր Հայաստան դաշինքը հայտարարել է, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն կոմունիստական կուսակցությանը։ Դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ է արել մյուս ընդդիմադիր ուժերին ևս անձնական ամբիցիաներից վեր կանգնել եւ միանալ։ Դրանից որոշ ժամանակ անց Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարել է պատրաստ է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Գյումրիում ձայների մեծամասնությունը ստացած Սարիկ Մինասյանն էլ շնորհակալություն է հայտնել իրենց տված քվեների համար եւ հայտարարել, որ շարունակելու են Գյումրու զարգացման եւ շենացման իրենց բոլոր ծրագրերը։ Ընտրությունների արդյունքներին է անդրադարձել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում ենք քաղաքացու վստահության արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։ Հետգրություն։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն։ Դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ։ Թե հետընտրական ինչ զարգացումներ կլինեն եւ վերջին արդյունքն ինչպիսին կլինի, պարզ կդառնա շուտով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։